Բարև ձեզ բարեկամներ, ես Վարդան Կարագյուզյանն եմ։ Թույլ տվեք խնդրեմ համառոտ ներկայացնել Սփյուռքում ապրող եւ իմ կողմից տեղեկացված մեր որոշ հայրենակիցների վերաբերմունքը այն իրադարձություններին, որոնք ներկայումս շրջանառվում են Հայաստանում եւ դարձել են massական քննարկման առարկա։ Չկա աշխարհում ավելի հոգնեցուցիչ երևույթ, քան որևէ բան չհասկանալը, եթե իհարկե նպատակ ենք հետապնդում ամբողջովին հասկանալ կամ ըմբռնելը։ Ակամայից մտաբերեցի մի հետաքրքրաշարժ պատմություն, որը նախկինում մեկ այլ առիթով մեջբերում էի արել, եւ հաշվի առնելով իմ այսօրվա մեկնաբանության մեջ այդ պատմության համահունչ լինելը, որոշեցի մեկ անգամ եւս վերհիշել այն, ենթադրելով, որ այն կլարացնի իմ մտքերի տրամաբանական ընթացքը։ Իսկ պատմությունը հետեւյալն է. Դարեր առաջ Արևմտյան Հայաստանի եկեղեցիներից մեկում տեղի էին ունենում իրակնորյա պատարակներ, որոնց ավարտից հետո Կիլիկյան ազգանվամբ եկեղեցականը անցկացնում էր քարոզ, ներկաներին առակների միջոցով համայնքը ել ավելի իմաստուն դարձնելու, քրիստոնեության դավանանքին ել ավելի հետևողական լինելու նպատակով։ Սակայն ներկաները չէին հասկանում առակի տրամաբանությունը, չէին հասկանում, թե տվել առակի նպատակը որն է։ Իհարկե կային տիսակատարության մասնակիցներ, որոնք դեմքի հեզ նկարագրով իրենց համաձայնությամբ այսօրվա Նիկոլյան բառապաշարով արձանագրում էին քարոզի անչափ օգտակարությունը։ Սակայն բոլորն էլ վերջո ցանկություն ունեին հասկանալ քարոզի միտքը, որը կարծես թե անհասկանալի էր։ Հետագայում Կիլիկյան հայրիկ բառակապակցությունը տարածվում է եւ հասկացվում է որպես անհասկանալի բացատրություններ կամ մեկնաբանություններ տվող անձնավորություն։ Ներկայումս եթե որևէ մեկը ասում է Կիլիկյան հայրիկ ես պատմում, հասկացվում է որպես անհասկանալի սուտ մեկնաբանություն։ Մտքերս ակամայից բարեկամներ գնացին հայաստանյան իրականություն։ Ես երկար տարիներ ղեկավարել եմ ամերիկյան բժշկական գիտական կենտրոն մի կառույց, որը հոսպիտալներում եւ խոշոր բուժական կենտրոնում բժշկական մասնագետներ է պատրաստել եւ մասնակիորեն շփվել եմ կրթական համակարգի հետ։ Ինձ համար անհասկանալ է, թե ինչպես Հայաստանում բարձրագույն նեղ մասնագիտացված կրթություն չունեցող մարդիկ կարող են բարձրացնել հարցեր եւ ցուցումներ տալ։ Այստեղից հետևություն, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական, այլև կրթական համակարգը խայտարակ վիճակում է։ Ես տեղեկացված եմ աշխարհի շատ երկրներում գործող կրթական ընթացակարգին եւ հավատացնում եմ, որ ամենահետամնաց երկրներում էլ կրթությունը այսպիսի բարձ թողի վիճակում չի, ինչպես Հայաստանում։ Մինչև Հանրապետության վարչապետի զուգընկերոջը, այսպես ասած, կրթվելը նորաձև է ծրագրին անդրադառնալ, եկեք դիտարկենք այդ երկու բառերից կազմված նախադասության շարահյուսությունը։ Ես լինելով բանասիրությունից հարյուրավոր կիլոմետրեր հեռու կուզեի ըմբռնել այդ պարզ նախադասության միտքը կամ տրամաբանությունը, որի ներքո զուգընկերները ծրագիր են մշակել անցկացնել, այսպես ասած, վերակրթավորումը, շրջանցելով կրթական համակարգում ի պաշտոնե գործող հայաստանյան կառույցները։ Հիմա կրթվելը նորաձև է նախադասությունը բաղկացած է երկու բառից, որի առաջին բառը կամ ենթական կարող է լինել առարկա, մատնանշող խոսքի մաս կամ ասում են գոյական, ծառ, քար եւ այլն։ Կարող է լինել դերանուն, ես, դու, ինչպես նաեւ դերբայ։ Այս դեպքում կրթվել բառը կրավորական դերբայ է եւ որի օգտագործումը սխալ չէ։ Եվ նրանք բոլորն էլ պատասխանում են ով կամ ինչը հարցին։ Իսկ երկրորդ բառը ստորոգյալը, որը ցույց պետք է տա գործողություն, թե ինչ է կատարում առաջի բառը, հետեւյալը պետք է լինել։ Կրթվելը անհրաժեշտ է, կրթվելը պարտադիր է, կրթվելը կարևոր է։ Այս դեպքերում անհրաժեշտ է, պարտադիր է, կարևորը բառերը ցույց են տալիս գործողություն, որը կատարում է առաջին բառը։
Կրթվելը նորաձև է, այս նախադասության մեջ երկրորդ բառը նորաձև է, որը ըստ երևույթին ներկայացված է որպես տորոգյալ, ցույց չի տալիս գործողություն։ Այն իրականում ձևի մագբա է եւ ցույց է տալիս ոչ թե գործողություն, այլ գործողության կատարման ձևը։ Առանց գործողություն կատարող բառի օգտագործելու միայն կատարման ձևը կունենանք աղավաղված միտք, որի ականատեսն ենք։ Գրագետ եւ հասկանալի կլինի նորաձև կրթվելը կարևոր է, ոչ թե կրթվելը նորաձև է։ Ճշմարտությունը այն է, որ դուք խմբագրություն եք աշխատել կամ աշխատում, կարծես թե ունեք բանասիրական կրթություն, սակայն ինքներդ կրթվելու պետքություն ունեք։ Մեկ բառով Կիլիկյան հայրիկը Հայաստանում է։ Այնինչ ես մեկնաբանեցի իմ հիշողության մեջ մնացել է դպրոցական տարիներից, ես մտածում եմ, արդյոք Հայաստանում չկա լեզվաբան, չկան խմբագրություններ, թղթակիցներ չկան վերջո, կամ պետական համալսարանում չկան դասախոսներ, որոնք թեկուզ դպրոցական գիտելիքներ ունենան, որպեսզի Սփյուռքից մեկ այլ բնագավառի ներկայացուցիչ հայոց քերականության դասեր չտա։ Ես խնդրեցի իմ ծանոթ լեզվաբաններից մեկին մեկնաբանել, պատասխանի փոխարեն ես ստացա ինձ հղված մի ասացվածք, որ գիժը քարը գցել է ջուրը եւ 40 խելացիներ չեն կարողանում հանել։ Ես մինչ այդ գիտեի, որ առողջապահական համակարգն է միայն դեգրադացված։ Ներկայումս համոզվեցի, որ կրթահամակարգը իր թողությամբ անմաստ չէ։ Քանի որ խոսքը գնում է կրթության, ես որոշակի կապվածություն ունեմ մասնագետի պատրաստման, ապա թույլ տվեք անել հայաստանյան կրթական համակարգի վերաբերյալ որոշ մեկնաբանություններ։ Իսկ վարչապետի անհավասարակշռ վարքագիծը ես կուզենայի տեղափոխել առողջապահության ոլորտ, որ ինձ ավելի հոգեհարազատ է, եւ ես հավանաբար ելույթ կունենամ այդ բնագավառի վերաբերյալ։ Երկրում կրթական ոլորտը հասել է նրան, որ անհատ անգրագետ մարդիկ կարող են դասախոսություններ կարդալ, ցուցումներ տալ։ Մեկ բառով իշխանությունը նույնացրել են սեփականության հետ։ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը ամբողջական վերափոխման կարիք ունի։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի։ Այդ խնդիրները խայտառակ են։ Միայն կրթության խնդիրը այնքան բազմազան են, սկսած հանրային կրթական, միջնակարգ մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ հարցերով, որ նախարարությունը ի վիճակի չէ, թեկուզ ցանկության դեպքում զբաղվել իրեն վերապահված խնդիրների լուծմամբ։ Ես կարծում եմ, որ պետք է առանձնացնել եւ ստեղծել առանձին կրթության նախարարություն, որը կարող է ղեկավարել եւ պետական եւ մասնավոր սեկտորը, պետք է վերակազմավորել եւ ստեղծել առանձին գիտությունների նախարարություն եւ ընդգրկել գիտությունների ակադեմիան իր բոլոր ենթաբաժիններով, ընդհանուր ներկայիս գործող բարձրագույն որակավորմամբ եւ լեզվի կոմիտեները, չմոռանալով նաեւ առաջին պլան մղել կրթության նախարարության հետ համագործակցությունը, ստեղծելով նոր գիտության նախարարությանը կից կրթական համակարգի օժանդակության կոմիտե։ Ես կարծում եմ պետք է առանձնացնել նաև ստեղծել առանձին կուլտուրայի, ոչ թե մշակույթի նախարարություն։ Կուլտուրան ավելի մեծ հասկացություն է եւ ընդգրկում է նաև մշակույթը։ Կուլտուրան դա մտավոր եւ հոգեկան կյանքի պահանջմունքների ծառայող բնագավառների ամբողջություն է։ Անուտեւ կարծում եմ պետք է առանձնացնել եւ ստեղծել առանձին սպորտի եւ երիտասարդության նախարարություն կամ կոմիտե իր ենթակայությամբ ունենալու բոլոր սպորտային ֆեդերացիաները։ Կրթության վերաբերյալ նույնպես առանձնակի փայլում է Նիկոլ Փաշինյանը իր հռետորաբանությամբ, որը առանց զգաստանալու հայտարարում է, որ Հայաստանի կրթական համակարգը ակրեդիտացված չէ որևէ միջազգային կառույցների կողմից, ըստ երևույթին ուզենալով արդարացնել ուսանողական քաղաքի գոյությունը։ Այն, որ
Հայաստանի կրթական համակարգը հայտարարակ վիճակում է, դա փաստ է։ Սակայն որ թեկուզ այդ վիճակով ակրեդիտացված է, դա նույնպես փաստ է։ Ժաննա Անդրեսյանն ընդհանրապես չի տիրապետում կրթական, չասեմ նաև միացյալ մյուս ոլորտերին։ Հակառակ դեպքում նա կհակադարձեր Փաշինյանին, որ Հայաստանի մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը, որը Հայաստանի տարածքում իրականացնում է ակրեդիտացիա, Միացյալ Նահանգներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի, այն է CHEA, որակի միջազգային խմբի անդամ է։ Վերջում թույլ տվեք նկատել, որ Հայաստանում ներկայումս առավել կարևոր հարցեր կան, որոնք պահանջում են համապարփակ լուծումներ եւ առանձին անհատներ իրենց տգետ մոտեցմամբ մասաների ուշադրությունը շեղում են առաջնային կարևորագույն հարցերից։ Ես Վարդան Կարագոզյան եմ, շնորհակալություն։